Չի նշանակում հարցերն եկեն կան, բաներ ասեցիք, էլ չասած մեր գործընկերների կողմից պնդումները, որոնք ելույթի են ավելի շատ նման ոչ թե հարցերի, պարոն Վարդանյան, սկսեմ, առաջինը, կարող եք մատնանշել որևէ երկիր, որի գործող իշխանությունը ընդունում է, որ իր երկրում կան քաղբանտարկյալներ, որևէ երկիր, եւ հետեւաբար տրամաբանականը չէ, որ մենք չենք ակնկալում, որ դուք, որպես իշխանություն, Նիկոլ Փաշինյանը, որպես կառավարության ղեկավար, պետք է ընդունի, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս կան քաղբանտարկյալներ, այսինքն այդքան միամիտ չենք մենք, որ չէ, մտածենք դուք ընդունում եք դա, եւ ոչ էլ մտածում ենք, որ լուսային աստվածային ինչ-որ մի հատ լույս իջնի ձեր հոգիներին եւ խղճի վրա եւ որպեսզի դուք բարձրաձայնեք դրա մասին, բայց սա հնարավորություն է, դուք անդադ մատնանշում եք արդյոք լսումների համար է թե ոչ, իսկ ձեր կարծիքով երկրորդ հարցը, ընդդիմության գործիքակազմի օգտագործումը, հա, օրինակ կանոնակարգորեն ամրագրում է, ասում է լսում կարող ես կազմակերպել որևէ հարց վերաբերյալ եւ եթե դրա վերաբերյալ կա համապատասխան նախագիծ։ Այսինքն հիմա երբ որ դուք այդ հարցը տալիս եք, ուզում եմ հասկանալ տրամաբանությունը ո՞րն է այդ հարցի։ Այո, բարձրաձայնելու, լսումներ կազմակերպելու, անցկացնելու, այդ թվում նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին եւ այլ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հրավիրելու եւ ինչու ոչ, երեք էլ նաեւ պաշտոնապես հրավիրել են գլխավոր դատախազինել։ Ձեր կարծիքով դա վատ բան է, երբ որ կանոնակարգի շրջանակներում ընդդիմությունը իր գործիքակազմն է օգտագործում, կիրառում։ Երրորդ հարցը, այ դուք խմբերի մասով խոսելիս ասեցիք, որ արդյոք կա որևէ խումբ կամ անձանց շրջանակ, որոնք պետք է ինդուլգենցիա ունենան, չենթարկվեն կամ անձեռնմխելիություն ունենան, չենթարկվեն պատասխանատվության։ Իսկ ձեզ շատ է հայտնի, օրինակ, այնպիսի կարևոր ինստիտուտներ, ինչպիսին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, կամ քաղաքական ուժերն են, կամ հասարակական բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներն են, որոնք հանրության մոտ հեղինակություն ունեն։ Ձեր կարծիքով քաղաքական հետապնդումը ինչ ձևով իրականացվի։ Մենակ չասեք այն մի դրվագը, որ ասում եք, փաստորեն, եթե ժողովրդավարենք, դրա համար ընդդիմությունը կարողանում է նախագիծ ներկայացնել եւ քննարկման առարկա դառնալ։ Այսինքն ձեր պատկերացմամբ բռնաճնշումը, բռնատիրությունը պետք է արգելի անգամ օրենքով սահմանադրությամբ երաշխավորված այս նվազագույն իրավունքն էլ իրացնելու հարցում։ Չորրորդ հարցը, անդադ դուք վկայակոչում եք նախկինում քաղբանտարկյալների առկայությունը, թվում նաև միջազգային կառույցների կողմից գնահատված, ինձնից լավ գիտեք եւ այստեղ նստածներից շատերը լավ գիտեն, նախկինում միջազգային կառույցների վերաբերմունքը տվյալ ժամանակահատվածում օրվա իշխանությունների հետ կապված հարաբերություններում եւ ներկայումս։ Եվ դա կապված չէ բացառապես Հայաստանում ներքին ժողովրդավարության հարցերի հետ, դա պայմանավորված է արտաքին հարաբերություններում այս կամ այն կենտրոնների իրավունքներն իրացնելու համար։ Հիմա իմ հարցը այս մասով հետեւյալն է. իսկ ձեր համար կարևոր նշանակություն ունի օրինակ տեղական իրավունքների պաշտպանության կազմակերպությունների գնահատականները։ Ասենք օրինակ տեղական հասարակական կազմակերպություն կամ մարդու իրավունքների պաշտպանության, որը գնահատել է, որ քաղաքական բանտարկյալներ են։ Օրինակ կարևոր է ձեր համար դա, թե չէ։ Երրորդ, սրա շրջանակներում մեկ հարց էր, ԵԽԽՎ վերջին զեկույցի, ԵԽԽՎ-ն չէր, որն էր, որ վերջին զեկույցի շրջանակներում քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ մասի վերաբերյալ տվել է գնահատական։ Եվ դուք էլ Վենետիկն էլ առանձին, եւ դուք էլ, այո, որպես Վենետիկի հանձնաժողովի անդամ, տվել է, որ օրինակ կոնկրետ օրինակով Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված դատական ակտը հենց տպավորություն է ստեղծում նրա քաղաքական գործունեությունը արգելելու կամ սահմանափակելու համար։ Սա էլ ձեր ասած մատնանշած միջազգայինն է։ Ինչ հետևություն դրանից։
Եվ ամենավերջին հարցը ակնհայտ է, որ ամսի 26-ին, նոյեմբերի 26-ին լսումների ժամանակ, եթե իհարկե գլխավոր դատախազը գա, շատ ավելի լավ կլինի, որտեղ բազմաթիվ այստեղ բարձրացված հարցեր, նաև այդ ընթացքում այդ ամբիոնից պիտի պատասխաններ ստանան։ Խտրական մոտեցումների հետ կապված, կոնվենցիոնալ իրավունքների խախտումների հետ կապված, ակնհայտ անհամաչափ խափանման միջոցների հետ կապված, դուք որպես պետերավական հարցերի հանձնաժողովի նախագահ կհորդորեք գլխավոր դատախազին, որ մասնակցի եւ այս հարցերին պատասխանի։ Ի վերջո լսումները, խորհրդարանական լսումները կարևոր հարթակ են, որպես նաև լայն հանրությունը ուղիղ եթերով նաև հետևի այս դիսկուրսին։ Եվ նաև միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ։ Ես խնդրեի, որպես դուք այս բանը օգտագործելով այդ հորդորն անեիք, եթե պատրաստ եք։ Եվ մի բան էլ օրինակ էլ բերեմ, դուք խնդրում եմ ասեք, այստեղ համաչափություն տեսնում եք, թե չէ։ Բազմաթիվ անձինք, այդ նաև Վարդան Ղուկասյանը, որին անընդհատ փորձում եք բան բերել, որպես կաշառքի գործով, հա։ Քան իշխանության ներկայացուցիչ կա, համայնքի ղեկավար, որը որ կաշառքով անցնում է, կաշառքի գործով, եւ այսօր գտնվում է կալանքի տակ։ Քան իշխանության ներկայացուցիչ, համայնքի ղեկավար կա։ Խնդրում եմ ասեք, եւ այդ դեպքում դուք ասեք, կա խտրական Դիանա Գասպարյանը, որ համայնքի ղեկավար էր, որ հրաժարական տվեց, այդ հիմքով հրաժարական տրվեց։ Այսինքն դուք հիմա գլխի վրա շուռ եք տալիս, ասում եք, չէ, դրա փաստերն ուրիշ են, սան ուրիշ է, կամ ձեր կարծիքով, պարոն Վարդանյան, վերջին հարցը ասեմ, որտեղ շատ եղան հարցերը։ Այո, վերջին հարցը ասեմ։ Դուք շատ լավ գիտեք 1900 բանաձևի եւ առհասարակ միջազգային կառույցների տեսակետից հանցագործությունների ենթադրյալ այնպիսի անվանումներ, որոնք այս կառույցներին թույլ չեն տալիս մոտենալ այդպիսի հարցերին։ Արդյոք ձեր մոտ չկա ողջամիտ կասկած այն մասին, որ մեր իրավապահ մարմինները հատուկ ընտրում են հենց այդ հոդվածները, որոնք որևէ տրամաբանական կապ կարող են նույնիսկ չունենան գործողությունների հետ կամ անձանց վարքագծի հետ, բայց նրանց կպցնեն սենց եւ այդ կպցնելու շրջանակներում զերծ պահել միջազգային կառույցների ներգրավելուց։ Օրինակ նույն ահաբեկչության հոդվածը։ Հա? Բոլորին հայտնի է, որ միջազգայինները այս հոդվածի ներքո կոպիտ եմ ասում, ներողություն, հուշտ են ելնում մոտենալ այդ գործերին։ Բայց երբ որ նայում ես գործի տակը, ընդհանրապես առնչություն չկա այդ հոդվածով նախատեսված հանցավոր գործողությունների հետ։ Արդյոք ձեր մոտ այդ տպավորություն չկա, որ հատուկ ընտրվում են այնպիսի հոդվածներ, որոնք որ նաև զերծ պահի կառույցներին կամ անկախ դիտորդներին մուտք գործելու կամ ներգրավելու այդ հարցի շրջանակներում։ Շնորհակալ եմ։